Կիսամյակային 3,1% գնաճի պայմաններում այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է ամսական 34,980 դրամ։ Սա այն նվազագույն գումարն է, որը բավարար է պարենային կարիքները հոգալու համար։ Վիճակագրական կոմիտեն է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկել։ Սրա մեջ ներառվում է օրական 461 գրամ հացամթերք, 104 գրամ կաթնամթերք, 48 գրամ միս, 204 գրամ բանջարեղեն, 146 գրամ կարտոֆիլ, 114 գրամ միրգ, 19 գրամ ձու եւ այլն։ Մեկ մեծահասակի պարենային զամբյուղի արժեքը ամսական 38,954 դրամ է։ Եթե հաշվարկում ենք Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, ապա այդ ցուցանիշը փաստացի բավականացնում է, այսինքն նույնիսկ նվազագույն կենսաթոշակի մակարդակին համարյա հավասար է, իսկ մեկ մեծահասակի հաշվարկով համարյա գրեթե նույնն է։ Այստեղ որոշ ապրանքատեսակների գծով եղել է գնաճ, որոշ ապրանքատեսակների գծով եղել է գնանկումներ, ուստի ընդհանուր առմամբ այս զամբյուղի վրա ընդհանուր առմամբ հավասարակշռվել է այդ գնաճի ազդեցությունները։ Փորձագետ Նարինե Պետրոսյանը նշում է, որ նվազագույն կենսաթոշակը պետք է աճի ավելի արագ, քան պարենային զամբյուղի արժեքը։ Ըստ նրա կարևոր են 3 գործոններ՝ զամբյուղի արժեքի փոփոխությունը, բնակչության ծերացման տեմպը եւ բյուջետային եկամուտները։ Գնաճի տեսանկյունից այս պարագայում մենք խնդիրներ չունենք։ Երբ մենք նայում ենք արդեն բնակչության տարիքային խմբի տեսանկյունից, ապա Հայաստանը կարծես թե գնում է այնուամենայնիվ բնակչության ծերացման։ Ու եթե մենք գնում ենք ծերացման, ապա սա նշանակում է, որ ամեն հաջորդ փուլում ավելի մեծ ծախսեր ենք իրականացնելու կենսաթոշակային վճարների հետ կապված։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ լավագույն մոտեցումն այն է, երբ 3 աշխատող հոգում են մեկ կենսաթոշակառուի ծախսերը։ Թե պարենային զամբյուղի, թե նվազագույն սպառողական զամբյուղի դեպքում ըստ փորձագետի քաղաքացիների ծախսերը էականորեն տարբերվում են, ելնելով իրենց եկամուտներից։ Հասարակության պահանջմունքները հաշվի առնելով, միգուցե օրինակ X քաղաքացին նախընտրի մի ապրանքախմբից կամ ապրանքից շատ սպառել, մյուսից ընդհանրապես չսպառել, մյուսը նախընտրի հակառակը։ Արդյունքում, եթե ենթադրենք այդ X ապրանքի գինը ավելի բարձր է, քան այն մյուս ապրանքի, որ մյուս սպառողը նախընտրեց, կստացվի, որ առաջին քաղաքացին ավելի շատ ծախսեց, քան պարենային զամբյուղն էր, մյուսը ծախսեց ավելի քիչ, որովհետև ի հաշիվ այդ ապրանքի նա խնայեց։ Այսինքն սա էլ ինչ-որ չափով սպառողի նախընտրության հարց է նաև իրենից ենթադրում։ Բայց սա էլ նաև չպիտի կաղապարի այդ պարենային զամբյուղի շրջանակները, որովհետև դա իրենից ենթադրում է նվազագույն պահանջմունք, բայց հասարակության մոտեցումներն էլ տարբեր են։ Տնտեսագետն ընդգծում է, սա կոնկրետ քանակներով ու կալորիականությամբ հաշվարկված ցուցանիշ է։ Դա չի ենթադրում, որ քաղաքացին հենց այսքան է սպառում։ Սա պարզապես նվազագույն սահմանված նորմատիվն է միջազգային մեթոդաբանությամբ։ Եթե քաղաքացին մի ապրանքատեսակի գծով սպառումը մեծացնում է, ապա մյուսի գծով պետք է նվազեցնի։ Այսինքն այստեղ ոնց որ ընդհանուր համամասնորեն հաշվարկված բոլոր այն սննդի ռացիոնի մեջ մտնող բոլոր այն ապրանքները, որոնք նաև առողջապահության նախարարությունն այդպես հաստատել, դրանց բոլորի հանրագումարն է եւ այդտեղ քանակները իհարկե անհատական մոտեցմամբ կարող են փոփոխվել, որովհետեւ տարբեր մարդիկ տարբեր ձև են սպառնում, ուղղակի այստեղ այն նվազագույն ծավալն է, որը անհրաժեշտ է քաղաքացուն, այսինքն իր կյանքի, այսպես ասած, նաև առողջությունը ապահովել համար։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով 64713 դրամ է։ Կարեն Սարգսյանի գնահատմամբ, անկախ նորմատիվներից, միջինում մեկ քաղաքացին իր կարիքների համար ամսական ծախսում է 100-ից 120 հազար դրամ, ներառյալ ծառայությունները եւ հագուստը։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։